հայկական պետականության անկումից հետո Բագրատունիներ, հետո նաև Կիլիկյաններ, նաև այդ տեղական իշխանությունները որոշակի եւ թուրքական տարի աստիճանաբար այս տարածաշրջանում հայտնվելու, հետո արդեն Օսմանյան պետության առաջխաղացման հետևանքով մի խոսքով այն բանից հետո երբ հայերը վերջնականապես հայտնվեցին Օսմանյան կայսրության տակ, դա բավական դաժան եւ դժվարին լուծեր։ Հայերը արդեն 7-18-րդ դարի սահմանագլխին հասել էին մի այնպիսի իրավիճակի, երբ որպես մշակութային եւ լեզվական միավոր ոչնչացման եզրին էին։ Այսպես ասենք, մեր ժամանակակից լեզվով ասած կարմիր գրքում էին ոչնչացման եզրին։ Ինչու էր դա այդպես։ Որտեղ այդ ճնշումները սոցիալ-մշակութային բան հանգեցրել էր նրան, որ օրինակ շատ հայեր դադարել էին անգամ հայերեն խոսել։ Օրինակ դա հատկապես ակնառու է արևմտյան կայսրության արևմտյան եւ կենտրոնական հատվածներում եւ ուշագրավ է, եթե նայեք օրինակ Հրաչյա Աճարյանի հայոց լեզվի պատմությունը, ինքը հաշվում է, որ Պոլսի բարբառում միջև այս գրական լեզվի արևմտահայ երբ սկսեցին աշխատել ձևավորել 4000 ավելի քան 4000 թուրքերեն բառ կար, որը աղետ էր,